Սիրելի աշակերտներ, ինչպես որ որոշել էինք, որոշ առաջադրանքներ ես կներկայացնեմ տեսանյութերի, տեսադասերի միջոցով։ Այսօր կանդրադառնանք խնդրագրքի 106 և 110 առաջադրանքներին։ Ինչպես տեսնում ենք 106-րդ առաջադրանքում ունենք քառակուսային հավասարում, ընդ որում թերի։ Այս նման տիպի հավասարներում նախ ասեմ, որ երբեք x-ը չկրճատեք և չմտածեք երկու մասերում էլ ունենք և կրճատենք, այդ դեպքում արմատ կկորցնենք, ինչ ենք անում աջ մասում եղած անդամները տեղափոխում ենք ձախ մաս, ստանում ենք թերի քառակուսային հավասարում, այստեղից x-ը որպես ընդհանուր արտադրիչ տեսնում ենք, որ կարող ենք դուրս բերել 3x քառակուսին բաժանած x 3x հանած 12x-ը բաժանած x 12 հավասար է 0։ Հիշենք, որ x քառակուսին դա x անգամ x-ն է։ Այստեղից ունեցանք վերածվող տեսքի հավասարում, այսինքն եթե արտադրյալը 0 է, հետևաբար արտադրիչներն են 0, առաջին արտադրիչը x-ն է, այսա, x-ը հավասար է 0, կամ երկրորդ արտադրիչը 3x մինուս 12-ն է։ Այստեղից առաջի հավասարումից ակնհայտ է, որ x-ը հավասար է 0-ն արմատ է և երկրորդ արմատը կգտնենք 3x մինուս 12-ը հավասար է 0 հավասարումը լուծելով։ Այստեղից կստանանք 3x-ը հավասար է 12, x-ն էլ հավասար է 12-ը բաժանած 3, հավասար է 4։ Պատասխանն ստացանք երկու արմատ 0-ն և 4-ը։ Հաջորդ առաջադրանքը 110 առաջադրանքն է։ Լուծելու ենք նման ձևով։ Այսինքն աջ մասում եղած արտահայտությունը տեղափոխենք ձախ մաս։ Նախ ձախ մասում ունենք x պլյուս 1 քառակուսի արտագրում ենք։ Քանի որ այս աջ մասում երկու անգամ x պլյուս 1-ը դրական է, տեղափոխվելիս նշանը փոխվում է երկու անգամ x պլյուս 1 հավասար է 0, աջ մասում մնում է 0։ Այստեղ տեսնում ենք, որ x պլյուս 1 արտադրիչը ընդհանուր արտադրիչ է հանդիսանում, հիշենք, որ x պլյուս 1-ի քառակուսին ինչ է իրականում, դա x պլյուս 1 անգամ x պլյուս 1-ն է։ Հետևաբար, եթե մենք x պլյուս 1 արտադրիչը որպես ընդհանուր արտադրիչ ընդհանուր հանենք, դուրս բերենք փակագծից, կունենանք փակագծի մեջ մյուս x պլյուս 1-ը հանած, այստեղ էլ երկու անգամ x պլյուս 1-ը բաժանած x պլյուս 1 կմնա 2, հավասար է 0։ Այստեղից արտադրյալի 0 լինելու պայմանն է x պլյուս 1-ը հավասար է 0, որտեղից x-ը հավասար է մինուս 1, կամ այստեղ մենք 1 մինուս 2
ունենք -1, այսինքն ունենք x-ի ցանած 1 հավասար է 0։ Հետևաբար այստեղ -1, մինուսը չեմ գրել։ Հետևաբար այստեղ էլ x-ը հավասար է -1-ը։ Կտեղափոխվի աջ մաս, կունենանք 1։ Հետևաբար ունենք 2 արմատ -1 և 1։